Կկալանավորվի արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը։ Նման վտանգ առաջացնում է քննչական կոմիտեի նախաձեռնած նոր վարույթը։ Կոմիտեն արձանագրում է, որ հայ առաքելական եկեղեցու սպասավորները խոչընդոտում են դատարանի հունվարի 19-ի վճռի իրագործմանը։ Դրանով պետք է վերականգնվեն Արման Սարոյանի կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսի լիազորությունները Մասյացոտ ընթեմի առաջնորդի պաշտոնում։ Իսկ նրան թեմի առաջնորդի պաշտոնից հեռացրել են կաթողիկոսի տնօրինությամբ։ Եկեղեցական ներքին գործ է, երբ կաթողիկոսը որոշում է թեմի առաջնորդին փոխել։ Ծառայողական լիազորություններն օգտագործելով դատարանի վճռի իրագործմանը խոչընդոտելը ըստ քրեական վարույթում նշված հոդվածի սպառնում է ազատազրկում առավելագույնը 2 տարով։ Արման Սարոյանը փաստորեն դիմել էր դատարան եւ խնդրել էր անվավեր ճանաչել կաթողիկոսի տնօրինությունը, ինչպես նաեւ որպես հայցի ապահովման միջոց փորձել էր արգելել հայ առաքելական սուրբ եկեղեցուն որոշակի գործողությունների կատարումը։ Ինչու է դատարանը հայ առաքելական եկեղեցու դարավոր ավանդույթներն ու կարգը համարում աշխատանքային փոխհարաբերություն եւ բարձրաստիճան հոգեվորականին թեմի առաջնորդի պաշտոնից ազատել է դիտարկում որպես գործատու աշխատող հարաբերություն։ Սա տեղավորվում է եկեղեցի առլացես քաղաքականության տիրույթում, երեք արդեն երբ Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջ ասած իրավական գործընթաց պետք է լինի, ես հասկացա, որ մենք ունենալու ենք քրեական վարույթ։ Այդ քրեական վարույթը ըստ էության նախաձեռնվել է, որ խափանվի փետրվարի 16-ից 19-ին Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսատ ժողովը, համոզված է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Սա նպատակ ունի խոչընդոտելու եպիսկոպոսատ ժողովի անցկացմանը։ Արա Զոհրաբյանը չի բացառում, որ վեհապարի եւ բարձրաստիճան մի քանի հոգեվորականների ելքը մեր երկրից արգելեն։ Սկզբից մինչև վերջ հակասահմանադրական, հակաիրավական գործընթաց է։ Որ կարգալույծ Գևորգ եպիսկոպոսի դատական հայցի պատճառով են իրավապահները միջամտում ներեկեղեցական կյանքին, հայտնել էր նաև մայրաթոռը, նշելով, որ նախկին հոգևորականը պատճառ է ստեղծել դրա համար։ Իսկ դեռ անցյալ տարվա հուլիսին Գևորգ եպիսկոպոսը փառավորում էր կաթողիկոսին։ Վեհապար իր գործունեությամբ ապացուցել է, որ նվիրումի օրինակ է, եկեղեցականի նվիրումի օրինակ է, և մեր համար վեհապար հայրապետը միշտ եղել է ներշնչման աղբյուր։ Կարգալույծ հռչակված եպիսկոպոսն անցյալ տարի բացառում էր, որ ինքը կարող է միանալ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավին։ Սրբազան ներողություն եմ խնդրում, այսինքն համախոհներ Փաշինյանը չի կարող եկեղեցում գտնել։ Բացառում է։ Հիմա նա այդ արշավի առաջամարտիկներից է, ում մայրաթոռը կարգալույծ է արել հնազանդության ուխտը խախտելու համար։ Եթե մեկը դարձավ համախոհ եկեղեցու դեմ այս քարոզարշավին, այս հալածանքին, նա ինքնաբերաբար դառնում է ուխտադրուժ, լավ, իսկ ուխտադրուժներին կարգալույծ են անում, որպես կանոն։ Փաստաբան Արա Զոհրաբյանը կարծում է, որ կարգալույծ հռչակված եւ Մասյացոտ ընթեմի առաջնորդարանը չլքող Գևորգ եպիսկոպոսի դեմ ինչ-որ կոմպրոմատներ ունի իշխանությունը։ Այդ պատճառով էլ նախկին եպիսկոպոսը փոխել է իր վերաբերմունքը կաթողիկոսի հանդեպ։ Հակառակ դեպքում ինչու պետք է Արման Սարոյանը մոռանար, որ ավտովթարի ենթարկվելուց հետո իր բուժման, Անգլիայում կրթություն ստանալու ծախսերը Գարեգին II-ն է հոգացել։ Լանա Ամբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։